Ողջույն 24-ի եթերում հետագիծն է ես Նարեկ Գալստյան ու այս պահին ես հյուրընկալել եմ արևելագետ Արաբագետ Գոռ Գևորգյանին, որի դեպ խորհրդային նաև պատգամավոր էր նախկին 2019 թվականին «Իմ քայլը» ցուցակով ընտրված։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Գևորգյանը իր առաջին ելույթը, երբ որ ունեցավ խորհրդարանում, մեջբերում արեց Սուրբ գրքից ու կարծես թե հղում կատարեց նաև մեր քրիստոնեական աստվածային արժեքներին, մաղթելով, որ այդ խորհրդարանը թերևս այդ արժեքների եւ այդ տրամաբանության մեջ մնա։ Հիմա 2019 թվականի պարոն Գևորգյան ելույթից հետո կարծես թե 6 տարի է անցել, չէ՞, եթե ճիշտ եմ հաշվարկում։ Եվ այդ 6 տարի հետո մենք տեսել ենք մի բան, որը որ բոլորիս համար մեղմ ասած սարսափելի կադրեր էին, երբ որ զինված անվազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները, ոստիկանները ներխուժում էին Մայրաթոռի տարածք։ Ինչ ունենք 6 տարվա ընթացքում ձեր ելույթից հետո մինչև այսօր։ Եթե փորձենք, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, իրականում հենց առաջին խոսքս խորհրդարանի ամբիոնից վերաբերել է այդ ձեր ասած այդ դարձվածքին, Սուրբ գրքից մեջ բերված, որը մեծ հաշվով վերաբերում էր մարդու լավատեսությանը, հավատքին եւ առհասարակ դեպի Աստված հայ քրիստոնյայի ուղղված, այսպես ասած, աղոթքներին։ Ինչ ունենք։ Գիտեք, դժվար է այսպես ըստ սանդղակի դասավորել, մի բառով կարող ենք ասել, որ Հայաստանը մեծ հրդեհի մեջ է եւ Սուրբ Էջմիածնի հնչեցված ղողանջները այդ մեծ հրդեհի մասին էին, եթե փորձեմ այսպես կարճ ամփոփել։ Իրականում շատ խորքային բազմաշերտ ճգնաժամի մեջ ենք, որոնցից ամենաաղետալին արժեհամակարգայինն է, բարոյահոգեբանականն է։ Շատ ավելի աղետալի, շատ ավելի ծանր, քան սովորաբար հայտնվում են պետությունները պարտությունից հետո ռազմի դաշտում կրած, որովհետև պատմության մեջ կան դրվագներ, երբ պետությունները կրելով պարտություն, այդուամենայնիվ կարողանում են իրենց ներքին ռեսուրսը կոնսոլիդացնել, միավորվել արժեքային հիմնասյուների շուրջ եւ փորձել նայել առաջ, վերականգնելու համար իրենց կարողությունները եւ առհասարակ պոտենցիալը։ Դիցուկ օրինակ կարող ենք վերցնել Իրանի շուրջ վերջի զարգացումները, օրինակ հույս կար, այսպես ասած, պայմանական որոշ ուժերի մոտ, որ Իրանը ներսից կարող է պայթել, սկսվի ճգնաժամ, բայց իրականում ժողովուրդը, ինչպես տեսակ, կոնսոլիդացվեց գործող իշխանության շուրջ։ Ձեր բերած օրինակը իհարկե ամենաամոթալինն է եւ ես կարծում եմ, որ սա մեր պատմության մեջ մտնել է որպես մի սարսուռ օր, երբ իրականում հայ ժողովուրդը ականատես եղավ մի բանի, որը որևէ կերպ ոչ մի ռացիոնալ եւ տրամաբանական դաշտում չի տեղավորվում։ Պարոն Գևորգյան, բայց կարող ենք ընդունել, որ Հայաստանի բնակչությունը իր հավաքականության մեջ դեռևս կանգնած չի Մայրաթոռի պաշտպանության գործին։ Ես մեծամասնությամբ ամենայն դեպս։ Ես կփորձեմ լավատես լինել, ինչպես միշտ եմ փորձում լինել, բայց իրողությունները խոսում են մի փոքր այլ բանի մասին, որովհետև տեսեք այն արատավոր եւ հակապատմական դիսկուրսը, որը իմպերատիվ ձևով իջեցվել է իշխանությունների կողմից, ինչի մասին է։ Կոնկրետ հոգեվորական հիերարխիկ սանդղակ զբաղեցնող մարդկանց մասին է, որոնց մեղադրական է հնչեցվում ինչ-ինչ զանցանքների մեջ, ու միևնույն ժամանակ նշենք, որ դա մեծ հաշվով ըստ սահմանադրության որևէ կերպով չի առնչվում գործադիր իշխանության կամ օրենսդիր իշխանության գործառույթների հետ։ Սա բացառապես ներեկեղեցական խնդիր է։ Եվ այս քողի ներքո նաև հավատավոր ժողովրդի մոտ, մասնավորապես այն ժողովրդի մոտ, ով երկար չի մտածում, այն հատվածի մոտ, ով երկար չի մտածում, որն է առաջնահերթ, որն է երկրորդական։ Եվ եկեղեցու նկատմամբ ստեղծվում է ինքնին արդեն ոչ ամբողջական եւ թերի պատկերացում։ Ստվերվում է եկեղեցին որպես արժեհամակարգային հայկական ինքնության ամենակարևորագույն հենասյուներից մեկը եւ ավելին փորձում է նաեւ բարոյազրկել եկեղեցական համակարգը որպես նորից պետական կարևորագույն հենասյուներից մեկը։ Եթե նայում ենք 2020 թվականից հետո հայ ժողովրդի բաժին ընկած ողբերգությանը եւ դրա հետևանքներին առավել եւս, ապա մենք հասկանում ենք, որ հայկական ինքնության ճգնաժամ է եւ այդ ճգնաժամի միակ հենարանը, որը որ ասոցացնում է հայկական ինքնությունը միջազգային ընկալման մեջ, հարևանների ընկալման մեջ,
դեռ շարունակում է մնալ հայ առաքելական եկեղեցին։ Եվ եթե դու եկեղեցին ես փորձում որևէ կերպ, ինչ ձևակերպում ուզում եք տեղին օգտագործեք, գլխատել, բարոյաձրկել, ստվերել եւ այլն, ինքնին այդ ժողովրդի մոտ նաեւ դու արհեստական առաջացնում ես մի խոսույթ կամ մի հատվածի մոտ, որը փորձելու է վարկաբեկել եկեղեցին եւ նվազեցնել եկեղեցու տեղն ու դերը այդ մարդու կյանքում կամ այդ մարդկանց կյանքում։ Պարոն Գևորգյան, եկեք մի փոքր պատմական դիսկուրս անենք, հա, երեք էինք այս թեմայով հաղորդում անում, պատմագիտությունը տեխնացու Միran Հակոբյանի հետ մենք խոսում էինք, թե աշխարհի բազմաթիվ կայսրություններ, որոնք պատմության բերումով նվաճել են մեզ որպես ժողովուրդ, մայրաթորի նկատմամբ ամենայն դեպս ցուցաբերել են որոշակի զսպվածություն եւ որոշակի հարգանք, խոսքը վերաբերվում է եւ Լենգ Թեմուրի արշավանքներին, խոսքը վերաբերվում է թե Սեֆյան Պարսկաստանին, թե Սասանյաններին, թե դրանից հետո ես չգիտեմ, ասենք պայմանական ասած, օրինակ ասենք ռուսական կայսրությանը, հա, բոլոր այն կայսրություններին, որոնց մեջ մենք այս կամ այն չափով մաս են կազմել, եղել են դրսևորումներ, օրինակ ռուսական կայսրության ժամանակ որոշում ընդունվեց կամ փորձվեց, հա, որոշում ընդունել վանկապատկան հողերը, դպրոցները փակել, մյուսը եւ այլն, բայց դա վերջի վերջո կանգնեցվեց։ Բայց այդ բոլոր ժամանակ հայ ժողովուրդը կոնսոլիդացվում էր հայ առաքելական եկեղեցու շուրջ որպես պետությանը փոխարինող կառույցի իր 1700-ամյա ավանդույթներով։ Հիմա այս ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը։ Միգուցե մեր ժողովրդի ինչ որ հատվածի մոտ այդ տագնապի նշանը, որ մայրաթորը վտանգի տակ է, չկա այն պատճառով, որ սա արվում է Հայաստանի Հանրապետության կողմից եւ իբր հանուն Հայաստանի Հանրապետության։ Տեսեք, շատ լավ մեջբերում արեցիք, այո, պատմականորեն իրականում հայ ժողովուրդը անցել է այդ փուլերով, անցել է նաև հայ առաքելական եկեղեցին եւ պետք է ասենք պատվով է դուրս եկել այդ փորձություններից, բայց մի կարևոր հանգամանք դուք շեշտեցիք, չի եղել պետություն։ Հիմա ունենք պետություն։ Այսինքն, երբ դու հստակ բաժանում ես աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունը, աշխարհիկ իշխանությանը շնորհում ես համապատասխան գործառույթներով, որոնք ամրագրվում են նաև սահմանադրությամբ, դու պետության վրա թողնում ես ամենակարևորագույն հարցերից մեկը կամ մի քանիսը, որոնք են դրանք. հավատքը, եկեղեցուն որպես ինքնությունը հայկական պաշտպանող կարևորագույն տեղ հատկացնելով մարդկանց կյանքում, մարդկանց ինքնության սահմանման շրջանակում, կրթական հաստատակ իմպերատիվներ, ինչու է պետք օրինակ ճանաչել եկեղեցու պատմությունը, ինչու է պետք ճանաչել հայոց պատմությունը, եւ ամենակարևորը չես քարոզում քո պետության ներսում ատելություն։ Դու պետք է միավորես հասարակությանը, պետք է միավորես բոլոր շերտերին։ Եվ մի կարևոր հանգամանք՝ ի տարբերություն աշխարհիկ իշխանությանը, հոգևոր իշխանության համար, այսինքն հայ առաքելական եկեղեցու համար, դռները բաց են բոլորի առջև։ Ամենավերջին մեղսագործի։ Չկա որևէ մի մարդ, ում առջև այդ դռները փակ լինեն, որովհետև դա քրիստոնեական արժեք ներկայացնող բացառիկ եկեղեցի է, ինչու որտեղ նա ազգային է, ամեն ազգ եւ ժողովուրդ չէ, որ ունի հայ ազգային առաքելական եկեղեցի։ Եվ այս առումով եկեղեցու տեղը ու դերը հայկական հասարակության եւ հայկական պետության կյանքում նախ անկախտելի է եւ ամենակարևորը որևէ կերպով անբեկանելի։ Հիմա հարցը կայանում է նրանում, թե ոնց եղավ, որ այդ հասարակությունը կամ ժողովուրդը հետընթաց ապրեց, որտեղ ակնհայտ է, որ հետընթաց է ապրում։ Մարդիկ հայտնվել են մոլորության մեջ, մարդիկ հայտնվել են կիսաճշմարտության մեջ։ Իսկ ով է դրա բյուրեղացնողը։ Բնականաբար գործադիր իշխանությունը կամ գործող իշխանությունը, հստակ իմպերատիվներով, կրթական բաղադրիչի միջոցով, ուղիղ կառավարության եթերի միջոցով, տարբեր տեսակի հորդորներ եւ ուղերձներ հղելով, որը որ պետք է ըստ էության ժողովրդի մոտ խաղա։ Գևորգյան, ինչ է խոսում, մարդը հայում է։ Այսինքն դրանից հետո էլ ինչ պետք է ասի։ Մարդը ուղիղ հայոյանքով է խոսում, հայ առաքելական եկեղեցու սպասավորների հասցեին։ Ողբերգություն է, բայց դա միայն սպասավորների հասցեին հնչեցվող հայոյանք չէ իր բովանդակությամբ։ Այդ հայոյանքին մաս են կազմում նաև այն մարդիկ, ովքեր դա կարդում են։ Հասկանում եք, երբ որ հանրային եթերով կամ հանրային ուղիղ կապով մարդը շրջանառության մեջ է դնում ձևակերպում հայոյախառն կամ անթույլատրելի բառամթերքով, եւ այդ մարդիկ մյուսները, ովքեր որ կարդում են դրանք, անմիջականորեն մասնակից են դառնում այդ դիսկուրսին։ Պարոն Գևորգյան, լուծումը
Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ օրինակ երեք մի պրովոկացիոն, ասենք, պրովոկատիվ չէ, պրովոկացիոն հայտարարություն հնչեց իմ հյուրերից մեկի կողմից, ով ասաց, որ եթե հայ ժողովրդի 80%-ը, որ դեմ է Փաշինյանի իշխանությանը սոցհարցումների, իր ամբողջ քաղաքական էլիտայով, մտավորականությամբ, հասարակական գործիչներով, նույնիսկ վիզորու չէ պաշտպանել Մայրաթոռը Նիկոլ Փաշինյանից, ապա հայ առաքելական եկեղեցին տիեզերական եկեղեցի է, ինքը պետական եկեղեցի չէ, ինքը հայկական, այսինքն հայ ժողովրդին պատկանող եւ տիեզերական եկեղեցի է։ Կարելի է մտածել Մայրաթոռը Հայաստանից տեղափոխելու մասին, մինչև քանի դեռ Փաշինյանի իշխանությունն է Հայաստանում։ Հայ ժողովուրդը պետք է սատար կանգնի իր արժեքներին եւ հայ առաքելական եկեղեցուն։ Այլ տարբերակ, այլ լուծում չկա, որովհետեւ եթե հայ ժողովուրդը գոնե իր մեծամասնությամբ գիտակից հավատավոր հատվածը չի համախմբվում եկեղեցու շուրջ, ստացվում է, որ այդ հավատքը կեղծ է։ Եվ այդ ժողովուրդը առաջին հերթին պատասխանատու է իրեն եւ այն շրջապատող երկրներին, այն հանրությանը, միջազգային ընտանիքին, որոնք որ ուշով հետևում են, թե ինչպես է արձագանքում ներքին ռեսուրսը տեղի ունեցող զարգացումներին։ Դուք լավ գիտեք, որ պետության ղեկավար հանդիսացող ցանկացած մեկ ով նման հրապարակում, առհասարակ հրապարակում է անում, դա անմիջապես նաև ընթերցման նյութ է դառնում համապատասխան երկրներում եւ լրահոսի նման գնում է եւ բնականաբար այդ բոլորը ուշով հետևում են հասկանան լավ աշխարհի ամենահինավուրց քրիստոնեական ժողովուրդներից մեկը ոնց է արձագանքում եկեղեցու շուրջ ծավալված այս հայտարարած եւ ամոթալի լրատվամիջոցների ոչական լրատվամիջոցների վերնագրերը Փաշինյանին աղմկահարույց հայտարարությունից որ պատրաստ է ապացուցել որ ինքը թլպատված չէ ու այլևս եզրակացությունները թողնում եմ ձեզ էլի ինչպիսի վերնագրեր էին դել միջազգային լրատվամիջոցները ես ուղղակի այսպես կարմրել էի ամոթից երբ որ կարդում էի այդ ամենը գիտեք ձևակերպում ուղղակի հիմա հարմար չեմ գտնում այսպես ասած որպեսզի ավելի կարողանամ ամփոփիչ այսպես ասած խորքային որևէ կերպ փորձեմ մեկնաբանել այն ինչ որ տեղի է ունենում եւ մանավանդ այդ հայտարարագրառումից հետո բայց ունենք այնինչ ունենք նորից եմ ասում այս բոլոր հարցերի հասցեատերը բացառապես հայ ժողովուրդն է բացառապես հայ ժողովուրդը դրսից որևէ մի տեսակի միջամտություն, որևէ մի տեսակի աջակցություն, որևէ մի տեսակի խողովակ, որով պետք է հնչեն ուղղորդող ձևակերպումներ եւ այլն, դրանք ընդհանրապես կարեկցանք են։ Եթե դու կարեկցանքի արժանի ժողովուրդ ես, բա ինչ պայքարի մասին է խոսքը։ Բա ուր կորավ 90-ականների հերոսամարտը։ Ուր կորավ տարիներ շարունակ Արցախ անսասան պահելու բանաձևը։ Ես գտնում եմ, որ հայ ժողովուրդը կարեկցանքի արժանի ժողովուրդ չէ։ Մենք կարող ենք կարեկցել որպես մարդասիրական դրսևորում մեր հարևաններին։ Դա լավ էլ կարեկցող գտել։ Դե հիմա ինչ ասեմ։ Ինչին կարեկցենք, պարոն Գևորգյան, այն ամեն ինչին, որ մենք հավատացել ենք վերջին 30 տարվա ընթացքում, այն արժեքները, որոնք շատ դեպքերում անգամ խեղաթյուրվել են, բայց վերջի ունեցել են իր սկզբնական ճիշտը, իր բյուրեղացումը, այդ ամեն ինչը այլևս գոյություն չունի։ Գիտեք, հիմա այս մեր ներքին խնդիրները ներքին էս մեր ճգնաժամը բարոյ հոգեբանական արժե համակարգային ուղիղ իրավահավասոր է արտաքին քաղաքական խնդիրներին ուղիղ եղել են մեր պատմության մեջ դեպքեր երբ արտաքին վտանգը եղել է մեծ բայց ներքին կոնսոլիդացիան եղել է շատ ավելի մեծ եւ այդ արտաքին վտանգը փորձել ենք ինչ-որ ձևով մեղմել աշխարհակաղակական առումով էլ միատնայք Հայաստանը ինչ ծանրագույն վիճակում է հայտնվել Եթե մարդիկ չեն պատկերացնում եւ տարական թվաբանություն անելուց դիվանագիտության մեջ զուրկ են, թող դիմեն ավելի ինֆորմացված եւ կոմպետենտ մարմինների, վստահաբար իրենց կհուշեն, որտեղ ինչ կարելի է խոսել, որտեղ ոնց կարելի է ձևակերպել։ Աշխարհակաղակականությունը քննարկություն չի։ Եվ անցած օրը ես դրա մասին գրառում էի արել։ Դեռևս 10-րդ դարի Բրիտանիայի վարչապետ Լորդ Պալմերստոնը շատ հստակ նշել է, չէ՞ որ Անգլիան չունի ոչ ընկերներ, ոչ թշնամիներ։ Մշտական շահեր։ Մշտական շահեր, հիմա ձեր մշտական շահը ո՞րն է։ Ես ուզում եմ, գիտեք, մի հատ կարևոր հարցի պատասխանի մեր պատկան մարմինը։ Դա կլինի արտաքին գործերի նախարարությունը կամ չգիտեմ, մեկ այլ գերատեսչություն, որը որ հասցեատեր։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության նպատակը ո՞րն է 20 թվից հետո։ Ո՞րն է նպատակը։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղություն ձեռք բերելն է, ես ասում եմ, որ է նպատակը։ Հստակ ձևակերպում են նպատակը, ստեղծել իրական Հայաստան, այդ իրական Հայաստանը ենթադրում է զրո խնդիրներ բոլոր հարևանների հետ, զրո տարածքային պահանջներ, անցյալի պատմական այսպես խրթին հարցերի մոռացում եւ այլն եւ այլն։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա այդ ձևակերպումն է բարձր։ Իսկ դա նշանակում է մոռանալ ցեղասպանությունը, մոռանալ Արցախը, պատկերացում կազմել մեր ունեցած պատմական ժառանգության մասին երկրորդ երեսից, այսինքն ստեղծում են նոր որակի ինչ-որ մի հարույթ։
Իրական Հայաստանը դա հակապատմական Հայաստանն է։ Իրական Հայաստանը, ինչպես ասում է Փաշինյանը, զրոյական էջից սկսվող Հայաստանն է, որովհետև եթե դա իրական Հայաստան, դա պետք է զրոյական էջից սկսվի։ Իսկ զրոյական էջից սկսելու մի գործընթացի ականատես մենք արդեն եղել ենք։ Բանակցային գործընթացը։ Այո, դա ոչ միտեղ տանող գործընթաց է եւ հաճախ ավարտվում է աղետով։ Հայ ժողովուրդը, Հայաստանը չեն կարող գոյատևել առանց պատմական անցյալը վերարժևորելու։ Եվ նորից եմ կրկնում, իրական Հայաստանը դա ընդամենը հակապատմական փաստարկներ են, որոնք որևէ աղերս չունեն մեր ժողովրդի պատմության հետ, հայոց պատմության առանցքային դրվագների հետ եւ առհասարակ հայ առաքելական եկեղեցու հետ։ Ընդհակառակ այդ ամենը ուղղված է վերը նշված այդ կարևորագույն մեր կյանքի բաղկացուցիչ կազմող արժեքները նսեմացնելուն։ Սա ակնհայտ է։ Եվ նորից եմ կրկնում, եթե այդքան խոսում են խաղաղությունից, եթե իրական Հայաստանի բաղկացուցիչը խաղաղությունը եւ զրո խնդիրներ հարևանների հետ, ապա մի հատ բերեք ինձ իրական փաստարկ, որ այդ խաղաղությունը տեղից շարժվում է եւ հասնելու իր վերջնական հանգրվանի առանց նսեմացնելու հայ ժողովրդի շահերը, առանց նվաստացնելու նսեմացման անկալումը ձեզ կպատասխանեն Հայաստանի բարձրագույն իշխանությունները, անկալումը տարբեր է։ Օրինակ, եթե ձեզ համար որ ինչ-որ մեկը ձեր կողքը հայտարարի, որ Արցախը Ադրբեջան է, ձեզ համար կարող է դա նսեմացում թվալ, Հայաստանի իշխանությունների համար դա ինքնիշխանության վերագտնում է։ Եթե ինչ-որ մեկը ձեզ ասի, օրինակ, որ հայոց ցեղասպանությունը դեռ պիտի հասկանանք ինչպես է տեղի ունեցել, ձեզ համար դա կարող է լինել նսեմացում, որովհետև դուք գիտեք ձեր պապերին ինչպես են կոտորել, իսկ օրինակ Նիկոլ Փաշինյանի համար դա կայսերական հայրենասիրությունից հրաժարվելու, այսպես շարունակ, այսինքն այդ նսեմացում բառը ինչի է կա երկրախոսի ներողություն, ինքը շատ հեղեղուկ եւ բավական սուբյեկտիվ զգացողություն է աստորվա իշխանությունների։ Դա շարքային պոպուլիզմ է, որով որ փորձում են նաեւ լվանալ մարդկանց մտքերը, ուղեղները, որովհետեւ պետք է նաեւ հաշվի առնենք, որ մեր ժողովրդի մի մասը, եթե ոչ զգալի հատվածը, պարզապես հոգնել է պատերազմի մասին լսելուց, հոգնել է պատերազմին սպասելուց, հոգնել է պատերազմին դիմադրելու որևէ ջանք, երրանդ, այսպես ասած գործադրելու, բայց ես բազմաթիվ անգամ կրկնել եմ երկու մասից բաղկացած մի ձևակերպում հիմա փորձենք միասին անել։ Տեսեք, եթե խոսում ենք ինքնիշխանությունից, որը որ պետք է ավելի ամուր լինի, քան Արցախի գոյության պայմաններում, ստացվում է, որ մինչև 2018 թվականը Հայաստանը ինքնիշխան չի եղել։ Որովհետև Արցախ է եղել։ Հա, այդպես էլ ասում են։ Դե եթե հիմա, եթե այդպես է, այստեղ արդեն դիսոնանս է առաջանում, էլի, բայց եթե Հայաստանը ինքնիշխան չի եղել, այդ դեպքում ոնց են Հայաստանի հետ հաշվի նստել մեր հարևան պետությունները, 1, երկրորդը Հայաստանը եղել է տարածաշրջանի շահաձիգ պետություն, եւ 3 Հայաստանը եղել է Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության բաղկացուցիչ։ Հիմա այս 3 նշածներից ո՞ր մեկն է աշխատում 20 թվականի պատերազմից հետո։ Հարավային Կովկասի բաղկացուցիչը անվտանգային համակարգի ոչ, շահաձիգ պետությունն է տարածաշրջանում ոչ, ինքնիշխան է, հաշվի նստում են ոչ։ Չկան։ Եվ մյուս մասը ոչ պակաս կարևոր։ Ուր ենք շարժվում դեպի։ Եվ Արցախը կորցնելով մենք որ հատվածում ենք հայտնվել ընդհանրապես մեր պատմության։ Գիտեք, մտաբերեցի անմիջապես Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունից մեկը, որտեղ ասում է, որ մեր խաղը պառավեց։ Եվ կախարդական հայրերը գիշերը կոտրվեցին կամ փշրվեցին։ Ես չեմ ուզում, որ հայ ժողովուրդը մենք բոլորս մեր պետությունը հայտնվեն այնպիսի մի իրավիճակում, որ մենք ասենք մեր պետության խաղը պառավեց։ Այսինքն որևէ հանգուցալուծման չհասավ, այդպես էլ եւ ծերացավ։ Կան խնդիրներ, որոնք որ որևէ ձեւով հետաձգել չի կարելի, որոնց պետք է պատասխանել եւ ներկայացնել մեր հանրությանը բացարձակ օբյեկտիվորեն առանց ռոպագանդիստական շահեր հետապնդելու։ Եվ հիմա մեր ժողովուրդն եկեք ճիշտ հասկանանք։ Հարգելի Նարեկ ջան, բոլոր մարդիկ չեն պարտավոր հասկանալ այն հարցերից, որոնք որ վերաբերում են աշխարհաքաղաքականությանը եւ այլն եւ այլն։ Եվ դրա համար հիմա լծվել են գործի մի խումբ ռոպագանդիստների, որոնք որ բառացիորեն կեղծում են պատմությունը։ Կեղծում էին պատմությունը 22 թվականին մինչև ուկրաինական ճգնաժամը, կեղծում էին պատմությունը 20 թվականի պատերազմից հետո։ Իդեպ եւ զուգահեռ չեք տեսնում ուկրաինական եւ հայկական իրականությունների մեջև են տրամաբանությամբ, որ հետխորհրդային երկրներից միայն Ուկրաինայում զինված ջոկատները հարձակվեցին ուկրաինական եկեղեցիներից վանական միաբանություններից մեկի վրա, որը դեմ էր ուկրաինական ավտոկեֆալիային, այսինքն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիային, սա մի իրականություն էր, մյուս իրականությունը մեր մոտ դիմակավորված անձինք հայտնվեցին մայրաթոռում։
Զուգահեռներ միշտ կարելի է փորձել գտնել, բայց նորից եմ կրկնում, հայկական իրողությունները մի փոքր տարբերվում են մյուս իրողություններից։ Նախ հաշվի առեք բնակչության թվականակը։ Հաշվի առեք ավանդական առումով եւ պատմականորեն ինչ տեղի ունեցել եկեղեցին ընդհանրապես մեր պատմության մեջ։ Եվ այս ամենի շուրջ այդ ամոթալի իրողությունները, այդ չարաբաստիկ օրը նորից վերարժևորի վերագնահատելու համար շատ մեծ ջանք է պահանջվում, որպեսզի հասկանաս ինչու է այդպես առանց ապրումակցման արձագանքը շրջապատել մեր սուրբ արժեքները։ Շատ բարդ իրողությունների առջև են կանգնած, նորից վերահաստատեմ եւ Բայց ինչի ենք բարդ, իմ կարծիքով ամեն ինչ տրիվիալ է, պարոն Գևորգյան, միգուցե դուք համաձայն չլինեք, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը կորցնելով իր աշխարհաքաղաքական այսպես լծակները որպես այդպեսին, այս տուրբուլենտության պայմաններում սեփական իշխանության պահպանման հիմնական աղբյուր է տեսնում Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ Թուրքիո ողորմածությունը։ Թուրքական ողորմածությունն ինչպես ցանկացած ողորմածություն գին ունի։ Այդ գինը պետք է վճարել, այսինքն հաշիվ պետք է փակել։ Նիկոլ Փաշինյանը այդ գինը վճարում է, հաշիվը փակում է հայ առաքելական եկեղեցին քանդելու եւ իրեն ենթարկացնելու միջոցով։ Ինչ կա այստեղ շատ բարդ։ Դե դա հակասում է ամբողջությամբ մեր ընդհանրապես գոյությանը։ Հայկական գոյաբանական հենքը սկսվում է մեր արժեհամակարգային ընկալումներից։ Եթե մենք չենք գնահատում մեր ներսի արժեքները, մենք չենք կարող գնահատել արտաքինից սպառնացող մեզ վտանգները։ Գիտեք, եկեղեցու դեմ ուղված այս օրակարգը ստվերացնող, բարոյազրկող եւ այլն ինքը միայն կարող է համահունչ լինել այն մարդկանց օրակարգին, ովքեր որ թշնամաբար են ընկալում եկեղեցին։ Ես պատմությունից գիտեմ, որ թշնամաբար եկեղեցին ընկալել են բացառապես մեր արտաքին թշնամիները։ Մի պահ եղել է ժամանակին նաև երբ եղել ենք Միութենական Հանրապետության մաս, պաշտոնական գաղափարախոսության ներքո բոլոր հավատքը ներկայացնող սուրբ օջախների նկատմամբ է եղել այդ քաղաքական արշավը, այսպես ասած։ Բայց հիմա փաստացիորեն, եթե տարածաշրջանը վերլուծում եք, թուրք-ադրբեջանական օրակարգին համահունչ է նաև այն ամենը, ինչ որ տեղի ունենում Հայաստանում։ Համահունչ է, այսինքն կանխամտածված, այսպես ասած, հանցակազմը բացառելով, այնուամենայնիվ պետք է հասկանաք, որ դու անում ես մի բան, ինչ որ ուզում է քո հակառակորդը, ինչ որ ուզում է քո թշնամին։ Եվ դրան պետք է լինի համապատասխան արձագանք ժողովրդի կողմից։ Նորից եմ կրկնում, հարցերի ամբողջ կծիկը, հարցերի հասցեատերը բացառապես հայ ժողովուրդն է։ Պարոն Գևորգյան, կա նաև կարծիք, որ տեսեք Փաշինյանը կալանավորեց օրինակ Սամվել Կարապետյանին։ Ակնհայտ է, որ ասած, հիմա կտեսնես ինչ է նշանակում պետության համաբերանատ կմնա եւ այլն, այդ մարդուն կալանավորեցին։ Իսկ ես որպես մարդ ողջամիտ կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կալանավորվել է հայ ազգի ամենախոշոր գործարարը, հա, ամենախոշոր հայ ազգի գործարարը։ Կալանավորված են Բագրատ եւ Միքայել arczepiskopos-ները, որում Բագրատ arczepiskopos-ի պարագայում հոկտեմբերի 27-ով տերորիզմով, չգիտեմ, Կենեդիի սպանությունով եւ այլով մի հսկայական այնպիսի բաներ են հոդվածներ են դրված, որպեսզի հանկարծ որովիցե մեկը կես բեռն չպաշտպանի բանից թե չեք ասեն, ահա դու ահաբեկչության կողմնակից ես ուրեմն, երբ որ ահաբեկչությունը նախ դատարանն է որոշում եւ երկրորդ էլ Հայաստանում եղել են բազմաթիվ քերական գործեր, երբ որ մարդկանց մեղադրել են ահաբեկչության մեջ, այդ մարդիկ արդարացվել են, հա։ Օրինակ, գիշեք, Նիկոլ Փաշինյանը իբր սպանելու քերական գործ կար, որի շրջանակներում Արթուր Վանեցյանին կալանավորեցին, Աշոտ Մինասյանին եւ այլն։ Ու այսպես շարունակ։ Այսինքն, ասածս ինչ է, ինչու էս ամբողջ պատմությունը պատմեցի։ Կա ողջամիտ մտավախություն, որ Փաշինյանը նաեւ չեզոքացնում է իր բոլոր հնարավոր քաղաքական հակառակորդներին 2026 թվականի ընտրություններից առաջ, որովհետեւ լավ գիտի, որ ընտրություններով ինքը առողջ մրցակցային պայմաններում կարող է չկարողանալ վերարտադրվել։ Նախ եկեք մի լրացում անեմ, որ Սամվել Կարապետյանը ոչ մի խոշոր գործարար է, այլև բարերար եւ բազմաթիվ ներդրումային, այդ թվում նաեւ եկեղեցուն վերաբերող գործեր է արել, բավականին մեծ գործեր հայ ժողովրդի համար, Հայաստանի համար, անկախ այն բանից, այստեղ ինքը ինչ բիզնես շահեր ունի եւ այլն, սա հարցի մյուս կողմն է։ Եվ եթե փորձենք նայել նորից հղում տալով քաղաքագիտական ճշմարտություններին, ապա այո, պետք է ասենք, որ իշխանության համար օրացական խնդիր է իր ռեյտինգը բարձրացնելը, իսկ այս ամենը մենք հասկանում ենք, որ այդ անտի-ռեյտինգի բանաձև ունի եւ բավականին կարծում եմ, որ պետք է ունենա ընկալում համապատասխան հանրության կողմից եւ կան
պոտենցիալ, այսպես ասած, քաղաքական հակառակորդներ, քաղաքական մրցակիցներ, որոնց հարկավոր է ինչ-որ կերպ մեկուսացնել։ Ամենևին չներթափանցելով դատաիրավական համակարգի վրա դրված պարտականությունների վրա, նրանց կողմից իրականացվող կամ իրականացվելիք աշխատանքի վրա, բայց ակնհայտ է, որ այստեղ կան շատ խութեր։ Օրինակ ասենք 24 թվականի, չգիտեմ ձայնագրություն է կամ 24 թվականին դեռևս բարձ եղած ուրեմն իրողություններ էին, բայց նրանք չգիտես ինչի լույս ջրերից են բարձրանում միայն 25 թվականի, այն էլ այս ամիսներին։ Այս ամեն ինչը ուղղորդում է այն մտքին, որ այո, 26 թվականը բավականին խնդրահարույց թվական է լինելու իշխանությունների համար եւ այս թվականի ընթառաջ ինչ որ քայլեր պետք է ձեռնարկվեն, որոնք որ կարծում եմ դեպի աշուն, դեպի 26 թվականի ընթառաջ շատ ավելի բյուրեղացած կլինեն։ Այսինքն չհասկացա։ Այսինքն գնալով նման քայլերը այն պոտենցիալ հակառակորդների չեզոքացման, հակակշիռներ ստեղծելու շատ ավելի ակնհայտ, ագրեսիվ չեմ կարող ասել վստահաբար կլինեն թե չէ, բայց կլինեն շատ ավելի ակնհայտ եւ կլինեն շատ ավելի, այսպես ասած, հերթականությամբ, որովհետեւ ակնհայտ է, որ այս ամեն ինչը գնալով շատ ավելի թեժանում է, քան իրականում կա այն ինչ որ կա։ Նկատի ունեմ մրցապայքարը, իշխանության շուրջ ձևավորված եւ պետության, գիտեք ինչն է խնդիրը։ Մեր շատ հայրենակիցներ մտածում են, որ սա իշխանության կռիվ է։ Իշխանության կռիվ չի հասկանում եք։ Գոյաբանական պայքար է գնում, որովհետեւ նորից եմ ասում, խաղասեղանին դրված է արժեքային հարցեր։ Եթե անգամ այդ ծանր պարտությունից հետո 20 թվականի հետևանքները զարգացումների, որոնք որ ворթեգրել է օրվա իշխանությունը, տանեին ամբողջությամբ այլ ուղղությամբ, այսինքն կոնսոլիդացնեին մեր ժողովրդին, տեղ ու դեր տային հայ առաքելական եկեղեցուն, այսինքն լինեին այնպիսի պարզ եւ թափանցիկ ընթացակարգով, որ որևէ մեկի մոտ որևէ հարց չառաջացնեին, բա ինչու են այսպես անում, զուրկ լինեին պոպուլիզմից, իրականում խոսեին Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքից, բնակչության ծանր սոցիալական վիճակից, բռնվելու տեղ կլիներ, ինչ որ ձևով մարդիկ կհայտնվեն, նրանք ովքեր որ դեմ են խոսում գործող իշխանությանը, կհայտնվեն ինչ որ մի իրավիճակի մեջ, որտեղից կարելի է կարճել եւ բերել հիմնավորման իրենց թեզը, որ ինչու է այսպես, այլ ոչ թե այնպես։ Բայց այն ինչ որ եղել է 20 թվականից հետո, հետևողականորեն երրորդ հանրապետության կազմաքանդման գործընթաց է։ Իսկ երրորդ հանրապետության մաս է կազմում արժեքային առումով եւ Արցախը, եւ Հայաստանի Հանրապետության պատկերավոր այն անվտանգային համակարգը, որը գործել է մինչև 20 թվականը, եւ բնականաբար այն տեղին ու դերը հայ առաքելական եկեղեցում, որը եղել է երրորդ հանրապետության գոյության ընթացքում։ Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի մասին Փաշինյանի ընտանիքի, ոչ միայն իր, այլև ընտանիքի անդամի գրեհկաբանական հարձակումներ, այսինքն հայախառն խոսքը, ու քանի որ վերջի առաջին նախագահը երրորդ հանրապետության խորհրդանիշներից մեկն է, մտածում եմ, որ միգուցե սա էլ է կարևոր, այսինքն ջարդել, որպես այդպեսին սիմվոլիզմել։ Մյուս խնդրը գիտեք ո՞րն է ձեր ասվածի հետ կապված, որ ցանկացած ողջամիտ մարդ, ով փորձում է օրինակ արտաբերած որևէ ձևակերպումից ինչ որ մի բան դուրս բերի եւ ասա ներկայացնի որպես կարևորագույն ձեռքբերում, կլինի առաջին նախագահից կամ մեկ այլ կարևոր, բայց պատմության մաս կազմած քաղաքական գործիչ, անմիջապես պիտակավորում են որպես այդ մարդու հետևորդ, ավելին ասեմ, վկա, որը շատ ավելի սարսափելի է։ Հիմա ներողություն այս ամեն ինչը այնց դանել բերել։ Ես հասկացած ես, բայց մարդիկ հասանելիություն են ստացել։ Տեսեք, պետք է մեր հանրությունը առաջնահերթությունները տարբերի երկրորդականից։ Տեր-Պետրոսյանը երրորդ հանրապետության հիմնադիրն է, խորհրդանիշներից մեկն է եւ անկախության հիմնադիրը։ Արցախյան հերոսամարտի հաղթող նախագահ է։ Լավ, ոչ մի բան չանեք, նախագահի թողած ժառանգությունը պահպանեիք։ Իրենք ասում են, որ ոչ թե նախագահի թողած ժառանգությունը պետք է պահպանել, այլ ասում են, այդ ամեն ինչը ի սկզբանե եւ իբնե սխալ է եղել ու եղել է կայսերական հայրենասիրության դրսևորում։ Դե նորից եմ ասում, դա գնում է պատմության ամբողջությամբ դեֆորմատիվ գործընթաց, պատմությունը դեֆորմացնելու գործընթաց, որը որևէ կերպ չի առողջացնելու մեր հանրությունը։ Չի առողջացնելու։ Այս խնդիր կա առողջացնելու։ Դե եթե չկա, ուրեմն այս ամեն ինչը կբերի մի մարգինալացված իրավիճակի հանրության ներսում, որից հետո կլինի արտագաղթ
Եվ կնան մարդիկ, ովքեր որ պարզապես իրենք ունեն անտարբեր եւ ունեն անտարբերի կարգավիճակ, անտարբերությամբ են վերաբերում իրենց շրջապատող միջավայրին։ Մարգինալացումը շատ վտանգավոր բան է։ Այն առումով, որ ռեսուրսը երկրի սպառվում է։ Ձեզ ինչ թվում է մարդիկ երկար մնալու են սպասան, երբ պետք է նորից բարի համբավը վերականգնվի հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Չէ, պատմությունը ցույց է, որ հայ ժողովուրդը հավաքում է մի մասը իր խուրջինը եւ ճանապարհ անգնում։ Այսինքն դա կոչվում է պրոտեստ ոտքերով, հա։ Այո, կոչվում է պրոտեստ ոտքերով, ու դա մեր պատմության մեջ առաջին անգամ չի, այդպիսի բաներ եղել են։ Հիմա էլ ես շատ մարդիկ գիտեմ, ովքեր որ ճամփ եզրին կանգնած են եւ մտածում են ինչ անել, շարունակեն մնալ, թե բռնեն արտագաղթի ճանապարհը։ Մարդը անանելի վիճակի մեջ է, չի կարողանում, խորթություն է զգում։ Գիտեք, սարսափելի բան է, երբ որ դու քո պետության ներսում որբություն ես զգում։ Որբություն նրա համար, որ դու մտածում ես ոչ այնպես, ինչպես պետք է մտածես։ Դա դեռ պակաս ու մենք մտածենք այնպես, ինչպես իրենք են։ Չէ, դե հիմա հասկանալի է, բայց ամեն դեպքում ինձ համար որպես տղամարդ այդ ամեն ինչը վիրավորական է թվում, էլի մտածել այնպես, ինչպես որ իրանք պետք է մտածեն։ Այդ թվում նաև դա։ Դուրս գալ իմ եկեղեցու դեմ, դուրս գալ են արժեքների դեմ, որոնց ես հավատացել եմ։ Դե դրա համար եմ ասում, Խորհրդային Միության 69 տարի պայքարի մեջ Լենինից սկսած, Լունաչարսկիով, Յակովլևից, Բուխարինով, մյուսից, իսկ ես վստահ եմ, որ գործող իշխանության մեջ այդպիսի կարկառուն դեպքեր դժվար գտնենք։ Չեն կարող մտածել է պետք ով է Լունաչարսկին։ Թեկուս, հա, դե ամեն դեպքում հիմա եթե չգիտեն, թող բացեն կարդան, դժվար չի դա հասկանալը։ Եվ այս ամեն ինչի ներքո պետք է հասկանանք, որ ամեն ինչը իր ժամանակն ունի, ամեն ինչ իր մաշվածության գինն ունի, արժեքն ունի։ Չպետք է սկսենք միտեղից, որտեղ այլևս հավաքելու բան չկա։ Քարերը նետելու ժամանակը, որ վերջանում է, պետք է քարերը հավաքես։ Հիմա ամբողջ խնդիրն է, որ այդ նետած քարերը կարողանաս գտնել։ Պարոն Գեորգյան, քարեր նետելն ու քարեր հավաքելը, որոնք որ դուք բնականաբար բերում եք ճշմարտություններից եւ այսպես մեջբերում եք կատարում, Հայաստանի իշխանությունները կարող են քալել որպես, ասենք, բռնություն իրականացնելու քոչ, որտեղ երբ որ քար ունետել բառակապակցությունը կպցնում ես, դա բերում է սահմանադրական կարգի տապալման։ Սուրբ գրքի դարձվածների շարան է, ես դրա հետ որևէ կապ չունեմ, Սուրբ գրքի հետ խնդիր ունեն։ Դա նույնն է, որ Տեր Պետրոսյանը մի անգամ ինչ որ մի մեջբերում էր արել, կարծեմ Լեոից, եթե չեմ սխալվում, միգուցե սխալվում, լավ չեմ հիշում, եւ այդպես էլ ինչ որ տենց գրոհ էր սկսվել եւ Տեր Պետրոսյանը պատասխանեց, որ ինձ հետ խնդիր չունեք։ Գնացեք Լեոյի հետ խնդիր, հա, իդ կռիվ տվեք։ Ես ընդամենը փոխանցել եմ այդ մարդու խոսքերը։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար ես իսկապես այսօր մի քիչ ավելի էմոցիոնալ եմ, հեռուստավարողից իրավունքներից մի քիչ ավելի այսպես անցա դեպի առավել էմոցիաների թույլտվման այն պարզ պատճառով, որ չես կարող այստեղ տաղավարում նստել, ասել, որ ես անաչառ լրագրող եմ եւ որ շուրջ բոլորդ քանդվում են ամեն ինչը ու քանդվում է լուսնի արագությամբ այն ամեն ինչը, ինչը վերջի վերջո քո ամբողջ ինքնության ողնահարն է, էլի, այսինքն ինչի շուրջ դու որպես մարդ կայացել ես, ինչին հավատացել ես եւ ինչին հավատալու արդյունքում քայլեր ես ինչ որ որոշակի կատարելու, այստեղ չես կարող այդ կեղծ անաչառությանը հղում անել։ Այո, եւ մի կարեւոր բան էլ ես ավելացնեմ, գիտեք, տարիքային սեգմենտ կա մեր հանրության մեջ, որի մաս են կազմում նաև ես եւ իմ հասակակիցները մի փոքր ավելի, մենք դարձել ենք այն բոլոր հիշողությունների, պատմական հիշողությունների բաղկացուցիչը եւ շատ դժվար վիճակի մեջ ես հայտնվում, երբ որ դու փորձում ես մեկ այլ տարիքային սեգմենտի պատմել մի բանի մասին, որը որ դու անձամբ տեսել ես, եղել ես ժամանակակից այդ ամեն ինչի եւ այդ մարդը չի հավատում պարզապես քեզ։ Սա էլ շատ խնդրահարույց է, շատ խնդրահարույց։ Շնորհակալ եմ շատ, պարոն Գեորգյան։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր արևելագետ, արաբագետ Գոռ Գեորգյանը։